մենք պատկերացնում ենք, որ են կալու գայում են եւ կարող են տենց ինչ որ ֆոկուսներ անեն։ Այսինքն ինչ ասնակում, օրենքը խախտենք, մի հատ այդ օրենքի խախտմամբ թույլ տվեք մենք դառնանք падգամավոր, հետո այնտեղ արդեն կտեսնենք, թե հələ հարցը ինչ է, որ իրանք այդքան ձեն չեն հավաքելու, որ մի հատ էլ վարչապետ նշանակեն։ Բայց նույնիսկ падգամավոր լինելու համար պետք է օրենքը պահպանեն, չէ՞։ Իսկ օրենքը թույլ չի տալիս երկքաղաքացի, էլ չեմ խոսում երրաքաղաքացի, էլ չեմ խոսում մշտական 5 տարի Հայաստանում բնակություն չունեցած մարդուն գա այստեղ падգամավոր ընտրվի։ Հասկանալի է, որ այդ մարդուն այդ ցուցակում կամ այդ ցուցակը պետք է չգրանցեն, կամ պետք է ասեն, այս մարդը չի անպատասխանում, այս մարդուն հանեք, այս մարդկանց հանեք ցուցակից։ Եվ ավտոմատ ինքը լինելու է դուրս այդ ցուցակից դուրս եւ էլի գնալու է այն ինչ որ սկզբից ասում են։ Դե մենք ինքը ճիշտ է քաղաքացի չի, բայց պարտադիր չի ինքը իշխանություն ունենա բան դե յուրե, հա, ասենք իրավական տեսակետից։ Ինքը փաստացի իշխանություն կունենա, այսինքն Իվանիշվիլի երկուս է, որ ստվերից կառավարի։ Երիկ չի օլիգարխ բիզնեսմեն ռուսական հպատակությամբ, հələ մի բան էլ ստվերային կառավարում իրականացնի Հայաստանում։ Էդ էլ մենակ մեզ մնացել, էդ էլ կգա։ Ուրախ առաջարկում են հիմա մեզ դա։